Այսօրվա իմ խոսքը Շողորջ ջան, փորձության մասին է։ Փորձություն։ Ես մի բան եմ հասկացել Աստծուց, մեր կյանքը մեր ծննդյան օրից փորձություն է։ Մի բան եմ հասկացել Աստվածաշնչից, որ այդ Եդեմի պարտեզից սկսեց փորձությունը։ Մենք շատ հետաքրքիր Աստված ունենք, բայց վստահ ենք, հավատում ենք, ինչ որ ինքը թույլ է տալիս, ամեն բան նպատակը բարի է։ Այդ գեղեցիկ, համեղ մրգերով ծառը դրել էր պարտեզի մեջ, բայց ասում մի կեր։ Բարի չարի գիտության ծառը։ Ոնց որ մարդու դեմը խորոված դնես, ասես մի կեր, ժուժ կալել։ Եվ ինչ որ ժամանակ այս մարդիկ Ադամն ու Եվան ժուժ կալեին, բայց եկավ մի պահ ընկան։ Ժորդ, մենք Ադամից եւ այս լավ չենք։ Լավ ենք այն բանով, ոչ թե մենք ենք լավ, այլ Աստված այն բանն արել մեր կյանքում, որ իր խոսքն ա տվել մեզ, որ իր ներկայությունն ա տվել, որ Հիսուս Քրիստոսի խաչվելը, զոհաբերվելը, նրա Սուրբ Հոգու հեղվելը մեր կյանքում կա, եւ մենք ամեն բանում, եթե չէ, միգուցե ամեն բանում չէ, շատ բաներում կարողանում ենք ջոկել, հասկանալ Աստծո կամք եւ Աստծո կամքի համեմատ ապրել։ Մեր Աստվածը շատ անգամ փորձում է մեզ։ Աստված ինքն է փորձում, Ժողովուրդ ջան, ինքն է հեղինակը փորձության, բայց փորձիչը սատանան է։ Աստված իր ձեռքով չի փորձում։ Աստված թույլ է տալիս, որ մենք փորձվենք։ Աստված ինքը շատ բանում մասնակից է դրան, որպեսզի մենք դառնանք այն, ինչ որ Աստված ուզում է, որ դառնանք։ Դպրոց գնում ես փորձությունա։ Պետք է լավ սովորես։ Մարդը բանակա գնում փորձությունա։ Ամուսնանում է փորձությունա, չի ամուսնանում էլի փորձությունա։ Ամեն ինչում մարդը փորձվում է, որպեսզի ընտիր գտնվի։ Շատ օրինակներ հիշում եք, գիտեք, որ ոսկին կրակով է փորձվում։ Այսինքն որքան կրակով անցնում է ոսկին, մաքրվում է։ Աստված մեզ էլ է ուզում մաքրի։ Եկեք ընդունենք, որ մենք ի ծնե մաքուր չենք։ Մենք մեղավոր չենք, որ մեղավոր ենք ծնվել։ Մեղավոր ենք, երբ որ չենք ապաշխարում։ Մեղավոր ենք, երբ որ Աստծո խոսքը երկրորդական ենք համարում։ Մեղավոր ենք, երբ որ եկեղեցի կա, եկեղեցի չենք գնում։ Մեղավոր ենք, երբ որ չենք աղոթում։ Մեղավոր ենք, որ Աստծո հետ չենք հարաբերվում, որտեղ Աստված այն կրակն է, որ մեզ մաքրում է, որպեսզի մենք լինենք մարդ։ Աստված ուզում է մեզանից մարդ ստեղծել։ Իր ուզած մարդը, ոչ թե պարզապես մարմնով մարդ ֆիզիկապես գոյություն ունենանք։ Լինենք Աստծո մարդ, Ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ ասում, որ ասում է մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից։ Տեսեք, հայր մեր աղոթքի մեջ ինչ ասում։ Մի տանիր մեզ փորձության, այսինքն մենք գիտենք, որ կա այդ փորձությունը։ Աստված մեզ չի մեղադրում, որ մենք աղոթում ենք դրա համար։ Այլ փրկի չարից։ Աստված կարող է մեզ չարից փրկել։ Աստված կարող է, նա լսում է մեր աղոթքները։ Ու եկեք հավատանք, որ շատ բաներից փրկել է, բայց բաներ Աստված թույլ է տալիս, որ մեր կյանքում լինի։ Մենք սխալ չենք աղոթում, մենք ճիշտ ենք աղոթում։ Սա չի նշանակում, որ ինչ աղոթեցինք, հենց այդպես պիտի լինի։ Կա Աստծո գերագույն կամքը։ Աստված մեզ ավելի լավ է ճանաչում, քան թե մենք ինքներս մեզ։ Աստված գիտի մեզ վաղը ինչ է պետք։ Դրա համար այսօր ինչ-որ փորձությունով անցկացնում, որ վաղը փորձանքի չհանդիպենք։ Փորձություն այլ բան է, փորձանքն այլ բան է, Ժողովուրդ ջան։ Գիտեք, մարդ կա, որ խմում է, հարբում է, գլուխը տանում, խփում է պատին, բայց ասում է փորձության մեջ ընկա, չէ, փորձության մեջ չընկա, դու փորձանքի մեջ ընկար քո խելքից։ Մարդը կարմիր լույսի տակով անցնում է, գնում ավարիա է տալիս, ու ասում է փորձությունն է, չէ, փորձություն չէ, դու օրենքը խախտեցիր, գնացիր, ավարիա տվեցիր։ Այնպես որ Աստված շատ բաներ մեզ զգուշացնում է, այդ զգուշացումները երբեմն փորձությունով ալին, այդ զգուշացումներին Աստված փորձություն է անվանում։ Այդ խրատին, այդ ինչ որ մեր հետ ուզում անի Աստված,
փորձություն է համարվում։ Հիմա ծանոթանանք, տեսեք ինչ ծավի փորձություններ կան, եւ ասված ինչու է փորձում ես։ Դանիել 12-ի 10-ը։ Դանիելի մարգարեություն, ասում է, շատ իմաստունների պիտի փորձվեն, մաքրվեն ու հասկանան, բայց ամբարիշտը պիտի չհասկանա։ Բայց ամբարիշտը չպիտի հասկանա։ Իմաստունները պիտի փորձվեն ու հասկանան։ Ժողովուրդ, եկեք ոնց ասեմ, մենք իմաստուններն ենք։ Если ոչ թե գլուխ գովանք մենք իմաստուններ ենք, Աստծուն ճանաչելը դա իմաստություն է։ Բայց ասում ամբարիշտները չեն հասկանա։ Այդ որ ասում եմ, կգնի կհարփի գլուխը տա պատին, այդ ամբարիշտն է, որ չի հասկանում, որ Աստված մարդուն ստեղծել է, Աստված ասել է մարդը ինչ ուտի, ինչ խմի, որքան ուտի, որքան խմի, ինչ անի, ինչ չանի, որպեսզի ուղիղ քայլի։ Բայց մարդը չի հասկանում, շատերը չեն հասկանում, ասում ես, էլի չեն հասկանում, լսելով լսում են, ոչինչ չեն հասկանում, տեսնելով տեսնում են ու ոչինչ չեն հասկանում էլի, միտք չեն առնում, իրանց լսածից։ Երեմիա 17:10 Ես Տերս մտքերը եւ սրտերը կքննեմ, կփորձեմ, որպեսզի համապատասխան հատուցում անեմ։ Որպեսզի համապատասխան հատուցում անեմ։ Գիտեք, այո, Աստծո խոսքն ասում է, ինչ ցանես, այն կքաղես, բայց բաներ կա, որ թեկուզ կարողա չցանես, բայց քաղես։ Աստված փորձում է քո միտքը, Աստված քո էությունը փոխում է, Աստված ճանաչում է քո էությունը եւ քո էության համեմատ քեզի հատուցում է անում։ Աստված մարդու սրտի հետ գործ ունի։ Այդ սրտից բխած գործերն արդեն փառավորում են Աստծուն։ Այս սրտից բխած գործերն արդեն Աստծուն հաճելի են լինում եւ մեր համար էլ պտղաբեր են լինում։ Անցնենք առաջ։ Հիսուս ասում է Սուրբ Հոգուց անապատ տարվեց, որպեսզի սատանայի կողմից փորձվի։ Հիսուսը Սուրբ Հոգուց անապատ տարվեց։ Հիսուսը Աստծո կողմից անապատ տարվեց։ Սատանան չտարավ նրան։ Աստված իրան ուղղորդեց փորձության։ Եվ ես այս մի բան եմ հասկանում։ Հիսուսի կարիք չկար, որ փորձվեր Հիսուսը։ Աստված գիտեր, որ Հիսուսը կատարյալ է, իր հոգուց ծնված է։ Իմ տղեն է, ես ճանաչում եմ իմ տղեն։ Նա մեր համար գնաց փորձության։ Նա մեր պատճառով, որպեսզի ասի, տեսեք տղաներ, տեսեք մարդիկ, հրյաներ, փարիսեցիներ, քահանաներ, ես անցա այս փորձություն ու հաղթեցի։ Չի նշանակում վերջացավ նրա փորձությունը, շարունակվում է նրա փորձությունը եւ վերջնական փորձությունը խաչը բարձրանալն էր, խաչը լինելն էր։ Ժողովուրդ, մարդը միջև փորձությունով չի անցնում, շատ բաներ չի հասկանում իր կյանքում։ Փափուկ ապրած մարդը, ասֆալտի վրա քայլած մարդը, միջև խորթուբորտ ճանապարհով չքայլես, չես հասկանա քայլելն ինչ է։ Աբրամ չէր դառնա, եթե այդ փորձությունով չանցներ, իր որդուն բերեր զոհասեղանին։ Մովսես չէր դառնա, եթե 40 տարի ոչխար չպահեր։ Շատ լավ է ոչխարների հետ կյանքը։ Ոչխարներից մարդը շատ բան է սովորում, խոնարհություն է սովորում, հեզություն է սովորում։ Դավիթ թագավոր չէր դառնա, եթե չանցներ այդ բոլոր փորձությունները։ Այսօր մենք տեսնում ենք Աստծո շատ մարդիկ չեն դառնա այն մարդը, եթե փորձությունով չի անցել։ Եվ վերջապես Հիսուսն էլ այդ փորձությունով անցավ եւ դարձավ փրկիչ։ Հիսուսը փրկիչ չէր դառնա, եթե խաչը չբարձրանար։ Կասեր մեր կյանքում կմնար ինքը որպես լավ ուսուցիչ, բայց նա փրկիչ դարձավ խաչի միջոցով, խաչի փորձությունով անցնելով։ Աբրամը անցավ սիրո եւ հնազանդության փորձությունով։ Աբրամը անցավ հավատքի ու հնազանդության փորձությունով։ Աստված տարբեր բնագավառներում է մեզ փորձում, ժողովուրդ ջան։ Մարդկա ֆինանսի բնագավառում է փորձվում, մարդկա հնազանդության բնագավառում է փորձվում, շատ տարբեր բնագավառներ կան մեր կյանքում։ Եվ այդ համապատասխան փորձությունը Աստված մեզ անցկացնում է։ Տեսեք, շուտ երեխա ժամանակվեց լսել եմ, ասում եմ, Աստված տալիս էլ է փորձում, վերցնում էլ է փորձում։ Հոբը ուներ։ Հոբը իր մեղքի պատճառով չփորձվավ։ Հոբը սովորեց եւ ունենալը, եւ չունենալը, ինչպես Պողոս առաքյալն է ասում։
ունենալու մեջ էլ փորձվեց, հավատարիմ գտնվեց, չունենալու մեջ էլ փորձվեց, հավատարիմ գտնվեց, առողջ վիճակում էլ հավատարիմ եղավ, հիվանդ վիճակում էլ հավատարիմ եղավ։ Ժողովուրդ, Հոբն էլ փորձվեց մեր համար ու իր անկերների համար, իր ժամանակին, իր շրջապատի համար։ Աստվածաշունչում ինչ որ գրված է, մեր համար է գրված։ Եթե Հոբը փորձվեց անցավ, ես ու դու էլ կարող ենք անցնել։ Աստված ոչ մեկից Հոբի փորձությունով չանցկացնի։ Ամեն մարդ կարծում է իր փորձությունը ամենածանրն է, չէ, ամենածանր չի։ Դու լը ծանր չես տեսել։ Ամեն մարդուց փորձությունը յուրահատուկ է։ Մարդը փուշա մտնում, վայ, գալմաղանամ, թե էս ինչ եղավ։ Բա ուրիշի մարդը ոչ թե փուշա կտրել, այլ ավելի վատ բաներ է եղել։ Աստված մեզ անցկացնում է համապատասխան փորձությունով։ Արտազախոր մատի փորձությունը ավելավ չէր փուշ մտել կաստ է տենց։ Մի մարդու արտերը շատ բերք տվեցին։ Փորձություն էր։ Այս մարդու մտքով չէր անցել, որ կարող է պատահի շատ բերք ունենա։ Բայց պարտվեց, տանուլ տվեց, այդ փորձությանը չդիմացավ։ Ասեց ամբարներս մեծացնեմ։ Այ մարդ Աստված տվել է, Աստծո ուզած ձևով օգտագործել այդ ամեն ինչը։ Այն հարուստ պատանն եկավ Հիսուսի մոտ։ Քննությունը չանցավ։ Ժորժան Աստված մեզ քննում է հաճախակի։ Աստված այդ քննությունը, այդ փորձությունն է։ Ժորժ եկեք աչալուրջ լինենք, արթուն լինենք, ինչու համար ասում։ Արթուն եղեք, որ փորձության մեջ չընկնեք։ Այո, փորձության մեջ ենք աղաղակում, դուրս ենք գալիս փորձությունից, բայց շատ բաներ կա, որ արթուն լինենք, փորձության մեջ չենք ընկնի։ Հակոբոսն ասում է, կան բաներ, որ մեր ցանկությունից, մեր մեղքի պատճառով ենք փորձության մեջ ընկնում։ Մեր շատ ցանկանալով, հա, Տեր ասած դու ճիշտ ես, բայց ես շատ եմ ցանկանում ես բանը, պիտի անեմ։ Աստված ասում է, եթե դու մտածում ես, որ առանց ինձ կարող ես անել ու գտնում ես, որ դու ճիշտ ես արա, անում ես ու փոստ ես ընկնում։ Ասում է, ձեր ցանկությունների պատճառով, ձեր մեղքերի պատճառով, Կորխը, Դաթանը, Աբիրոնը իշխան մարդիկ էին։ Մովսեսն էր կարգե նրանց իշխան։ Հպարտացան, ոնց թե մեզ պետք է լսեն ժողովուրդը։ Պարտվեցին։ Էլով կար։ Մովսեսի քույր Մայրամը, այ Մովսես, ես եմ քեզի փրկե, եթե ես չլնեի հիմի կոկորդիլոսները քեզի կերել էին։ Ես քո պատճառ եմ դարձել, բայց ես առանց դու ինձ ասելու գնացել ես մի հատ սևամորթ կին ես առել, ես պետք է թույլ տայի քեզի։ Դու իմ կամքից հակառակ բան ես արել։ Մայրամն էլ պարտվեց, որովհետև իշխանությանը չհնազանդվեց։ Հուդան պարտվեց։ Հուդա, դու առաքյալ էիր, Հուդա, դու գանձանակը հետդ տանում էիր, Հուդա Հիսուս քո ոտքերը լվանում էր, Հուդան պարտվեց։ Փարիսեցիներն էլ պարտվեցին Հիսուսի հարցում։ Աստված մարդկային մարմնով եկել էր, շատ մարդիկ, անկեղծ մարդիկ, Նիկոդեմոսի նման մարդիկ հավատացին, որ նա Աստծուց է, եթե Աստծուց չլներ չէր կարող այդ բաները խոսեր եւ աներ, բայց շատ քահանաներ ու փարիսեցիներ պարտվեցին Հիսուսի հարցում, չդիմացան այդ փորձությանը։ Ժողովուրդ, եկեք արթուն լինենք փորձությունների մեջ, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Եբրայեցիներ 2:18-ում ասում է, ինքը փորձվեց եւ կարող է օգտակար լինել փորձության մեջ եղողներին։ Ժողովուրդ, Հիսուսը փորձեց ամեն բանում արդար գտնվեց եւ կարող է օգտակար լինել մեզ բոլորիս։ Բոլոր տեսակի փորձություններով ինքը անցել է։ Ժողովուրդ, այսօր ես իմ կյանքի քննում եմ, տնում եմ ես էլ ինչ-որ փորձությունները, որ անցել եմ ժամանակին, թեկուզ տրտնջար չեմ, շատ ցավալի է եղել, բայց դրանից հետո շնորհակալ եմ եղել Աստծուն։ Եթե այդ փորձությունով չանցնեի, հիմա ամուր չէի լինի, ու ես հիշում եմ, որ ոմանց էլ օգտակար եմ եղել այդ փորձությունը անցնելուց հետո։ Թե եկեղեցում գտնվող մարդկանց, թե եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց։ Երբ որ կփորձվես մի տրտնջա, երբ որ Աստված կանցկացնի փորձությունով մի տրտնջա, բայց եթե քո սխալի պատճառով փորձությունով կանցնես, խոնարհվի, ներողություն խնդրի ապաշխարի։
Մատթեոս 26:41 ասում է արթուն կացեք, աղոտ կարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Գիտեք, միևնույն է Հիսուսը գնալու էր։ Աշակերտները քնեցին, Հիսուսին կորցրեցին։ Միևնույն է Հիսուսը գնալու էր, խաչվելու էր։ Հիսուսը ընդհանրապես էր ասում աշակերտներին. արթուն մնացեք, աղոտ կարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Թեկուզ աղոտ կանեին աշակերտները, միևնույն է Հիսուսին խաչելու էին։ Դա Աստծո ծրագիրն էր։ Քո աղոթքով չէիր կարող այդ հարցը փոխեիր, Աստծո կամքը, բայց ընդհանրապես Հիսուսի միտքը նա էր աշակերտներին, որ այսօր ճիշտ է դուք ինձ կորցնում եք, միևնույն է ես գնալու եմ, բայց ձեր հետագա կյանքում աղոթքի մեջ եղեք, Աստծո հետ հարաբերության մեջ եղեք, ձեր ձեռքը Աստծուց մի թողեք, ամուր պահեք։ Մենք երկու ձեռք ունենք, ժողովուրդ ջան, ասած մեզ երկու ձեռք հատվեք, որ մի ձեռքով Աստծուց ամուր բռնենք, մյուս ձեռքով այս կյանքում ապրենք, ինչ-որ բաներ անենք։ Աստված ամեն բան որ տվել է, Աստված մեզ էլ որ ստեղծել է, իր համար է ստեղծել։ Աստված ինչ-որ բան մեզ որ տվել է, դա մենակ մեր շալ, նաև իրանն է։ Շատ ինքնավստահ մի եղիր փարիսեցիների նման։ Առակած գիրքն էլ ասում է, քո իմաստությանը մի վստահի։ Աստված մեր իմաստությունն էլ է փորձում։ Ասում է մեղքի վարձքը մահ է, բայց Աստված միջոցներ է փնտրում մարդուն մահից ազատելու համար։ Այդ միջոցին Աստված անվանում է փորձություն։ Ադամին Եվային Աստված չմերձեց, այլ դուրս հանեց փորձության դաշտ։ Կայենին նշան դրեց Աստված Կայենի վրա, որ չսպանեն։ Կայենն իմացավ, որ ինքը իր մեղքը մեծ է, կարող է սպանեն։ Աստված հանեց Ադամին Եվային։ Աստված Կայենին թույլ չտվեց, որ մարդիկ սպանեն նրանից հետո իր մեղքի համար։ Աստված մեզ հանել է փորձության դաշտ։ Երեխան, որ մեծանում է, արդեն ինքնուրույն է դառնում, դա փորձության դաշտ է մտնում։ Դրա համար տղաների կյանքում միջև բանակը այլ կյանք է, բանակից հետո բանակում եւ բանակից հետո այլ կյանք է։ Ժողովուրդ ջան, այն որ պարտեզում էին, գիտեք ինչ կար, իրանք Աստծուն չէին կանչում, Աստված ինքն իրեն գալիս էր, բայց որ դուրս եկան փորձության դաշտ, Աստված չէր գալիս, իրանք պետք է կանչեն։ Այսօր մենք այդ փորձության դաշտում ենք, այսօր մենք այդ պարտեզում չենք։ Այո, եկեղեցին մենք Եդեմի պարտեզ ենք անվանում շատ ժամանակ, բայց բոլոր դեպքում այս կյանքը օդի իշխանի սատանայի իշխանության տակ է, մենք կարիք ունենք Աստծուն կանչելու։ Մենք ամեն օր, ամեն բանում կարիք ունենք Աստծուն կանչելու։ Ադամն ու Եվան պարտեզից դուրս արդեն կարիք ունեն Աստծուն կանչելու։ Քանի դեռ պարտեզում էր, Աստված ինքն իրեն գալիս էր։ Այսօր մենք ամեն ինչում կարիք ունենք Աստծուն կանչելու, աղոթք անելու, որպեսզի փորձության մեջ չընկնենք։ Բաներ կա, որ մի փորձություն մի անգամ մենք ասում ենք միտք չենք առնում։ Երկրորդ անգամ Աստված այդ նույն փորձությունով անցկացնում։ Ես վերջեր մի հատ հումոր լսեցի, ասում է գնում է մեկը միտեղ գործի ընդունվելու, ամեն բան համապատասխանա, ամեն բան լավ է, համապատասխանում է այդ գործին, կրթությունը, ամեն ինչը, բայց ես գործատիրոջն ասում եմ, գիտես, ես մի թերություն ունեմ։ Ասում եմ, բանը առաջ անգամից չեմ հասկանում, երկու անգամից պետք է հասկանամ։ Ասում եմ, շատ լավ, ուրեմն ազատ եք, գնացեք, հետո կկանչեմ։ Այս մարդը նստած մնում է։ Այս պետը հասկանում է, որ երկրորդ անգամ պետք է ասի, երկրորդ անգամ ասում է, հլում գնում է։ Երբեմն Աստված էլ է մեզ երկրորդ անգամ ասում։ Եթե առաջի անգամից չենք հասկանում, Աստված երկրորդ անգամ է ասում։ Հիսուսը Պետրոսին փորձեց մի քանի անգամ, ժողովուրդ ջան։ Մինչև Պետրոսը վեմ կդառնար։ Տեսեք, ջրի վրա քայլելը։ Հիսուսը չգիտեր, որ Պետրոսը սուզվելու է։ Հիսուսը գիտեր։ Հիսուսը ապագան գիտի։ Բայց փորձեց, որ Պետրոսն ինքն իրեն ճանաչի։ Մեսրոպն էլ ասեց, որ Աստված շատ բաներ է մեզ, որ մենք ինքներս մեզ ճանաչենք։ Այն հարևանի ավտոյի պահնել է փորձություն։
Շատ ժամանակ մեր հարևաններն են մեզ փորձում, ժողովուրդ ջան։ Մեր հարևանը որ լավ ավտո է առնում, այդ դու փորձությունով ես անցնում։ Այդ փորձությունը կհաղթարես թե չէ։ Ուրախացի, երբ որ քո դիմացի մարդը կամ հարևանը օրհնվում է։ Ինչի վրա ուրախանաս, Աստված են քեզ կտա։ Ուրիշի անհաջողության վրա ես ուրախանում, Աստված քեզ անհաջողություն կտա։ Ուրիշի հաջողության վրա ես ուրախանում, Աստված քեզ հաջողություն կտա։ Ուրիշի ավտոյի վրա ես ուրախանում, Աստված քեզ ավտո կտա։ Ուրիշի ամուսնության վրա ես ուրախանում, Աստված քեզ կամուսնացնի։ Փառք Աստծո Աստծո կանոնների համար։ Փորձություններ կան, Աստծուն չճանաչելու պատճառով է լինում։ Սավուղը թագավոր մարդ էր, Աստված իրան թագավոր էր դրել։ Սխալ բաներ է, չհնազանդվես Մարգարեի խոսքին։ Մարգարեի խոսքին չհնազանդվելը նշանակում է Աստծուն չհնազանդվել։ Սեդրակ Միսակ, չէ, Սեդրակ բանն է, Սեդրակ Միսակ չէ, մի րոպե։ Անանյան Սափիրան։ Եկեղեցում 10-րդ էին տալիս, սնծա էին տալում, եկեղեցու անդամ էին, խաբեցին Աստծուն, սուտ խոսեցին, Աստծուն չճանաչելն է։ Հովնանը, մարգարե մարդ էր Հովնանը, Աստված ուղարկում էր Նինվե, փախնում էր, Հովնան ջան, ուր կփախնես Աստծո ձեռքից, ուր փախնես, ուրիշ երկիր գնաս, կետի փորում էր Աստված ընդեղ ամեն ուր եկա։ Ժորդ եկեք Աստծուն լավ ճանաչենք։ Աստված մեր ամեն բանը գիտի, ամեն բան տեսնում է։ Երբեմն Աստված մեզ փորձում է կամ թույլ է տալիս փորձվել, բայց նա միշտ մնում է մեզ հետ, ժողովուրդ ջան։ Կարևոր Աստված որ մեր մեջ լինի, մեր հետ լինի։ Հիշում եք Սեդրակ Միսակ Աբեդնագովին։ Ժորդ Աստված թույլ տվեց այդ փորձությունը։ Իրանք ամուր կանգնած էին հավատքի մեջ, որպիսի այդ Սեդրակ Միսակ Աբեդնագովի միջոցով Աստված փառավորվեր, թույլ տվեց, որ այդ փորձությունով անցնեն, բայց նա իրենց հետ է, Աստված Սեդրակ Միսակ Աբեդնագովի հետ էր։ Ժորդ, երբ որ Աստված մեզ թույլ է տալու ինչ-որ մի բանում, հաստատ Աստված մեզ հետ է։ Հաստատ Աստված մեզ հետ է։ Աստված մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Եթե դու հնազանդ ես իրեն, եթե դու հավատարիմ ես իրեն։ Գիտեք, մենք շատ հաճախ ապրում ենք մեր անցյալով, հիշում ենք անցյալի փորձությունները, ինչ որ բաներ ենք սովորում, ճիշտ է, լավ է։ Բայց ի տարբերություն մեզ Հիսուսը ապագանել էր տեսնում եւ հաղթահարում էր այդ փորձությանը։ Նա գիտեր, որ իր կյանքում փորձություն է գալիս։ Նա գիտեր, որ ինքը խաչվելու է, բայց հավատարիմ հորը հայր Աստծուն ապրում էր այդ 3.5 տարի երկրի վրա Աստծո կամքի մեջ։ Նա գիտեր, որ Հուդան իրան մատնելու է, բայց Հուդայի ոտքերն էր լվանում։ Նա ապագան ապրում էր ներկայի մեջ։ Ապագան ապրում էր ներկայի մեջ։ Եթե մենք մարդիկս մենակ անցյալի մեջ ենք ապրում, բայց պետք չի անցյալին երանություն տալ։ Անցյալից պատմությունից մենք դասեր ունենք քաղելու, բայց մենք անցյալով չենք կարող ապրել, բայց ապագայով պիտի ապրենք։ Ասում եմ Հիսուսը իր առջև կեցած ուրախությունը տեսնելով խաչը հանձն առավ։ Ժողովուրդ ջան, մենք էլ այսօր Հիսուսի աչքերով կամ Աստծո տված աչքերով հոգեոր տեսնում ենք մեր ապագան։ Դրա համար ուրախացի ապագայով։ Իզուր չի, որ Պողոս առաքյալն ասում է ուրախ եղեք, դարձյալ կասեմ ուրախ եղեք։ Ինչի համար, որտեվ դու Աստծուն ես, որտեվ դու հայր ունես, որտեվ դու Աստված ունես։ Դրա համար եկեք ապագան տեսնենք, ապագայով ապրենք, ոչ թե անցյալով ապրենք։ Ապագան լավ պիտի լինի։ Առավել եւս Աստծո մարդկանց ապագան լավ պիտի լինի։ Հավատա, Աստված կենթանի է, Աստված իրական է, Աստված այնքան մեծ է, որ մենք չենք տեսնում իրեն, բայց ինքը կա, մեզ հետ է ամենուրեք։ Մենք քնում ենք, բայց Աստված արթուն է։ Մենք քնած ենք լինում, մենք չգիտեմ ինչ վիճակի մեջ ենք, բայց նա մեր հետ է։ Հիսուսը Պետրոսին էր, որ փորձում էր, Հիսուսը գիտեր, որ Պետրոսն իրան ուրանալու է, բայց սիրում էր Պետրոսին, բայց գիտեր, որ այդ Սիմոնը մի ժամանակվա Պետրոս է դառնալու եւ դարձավ։ Հիսուսը ապագան տեսնում էր։ Եկեք մենք էլ միմյանց կյանքում, չասենք սրանից Պողոս Պետրոս դուրս չի գա,
մեզանից դուրս գար, մենք որ հավատքի մեջ չենք, ինչ էինք մենք։ Կարող է Սիմոնից լավն էինք։ Բայց Սիմոն էլ մենք էինք, էլի։ Քամին ուր քշեր ենք կողմետում էինք։ Ես 38 տարեկանում ապաշխարեցի, որ հիշում եմ անցած 38 տարին ամաչում եմ։ Չկար կայունություն։ Քամին ուր քշմեր այնտեղ էց մեր։ Քո զգացմունքները, քո ցանկությունները, մարդկանց ազդեցությունը, բայց այսօր ձեր վրա մարդկանց ազդեցությունը, որ գալիս է, մերն է, դուք կայուն եք մնում։ Ձեզ կարող է վիրավորեն, ձեզ կարող է ծաղրեն, ձեր վրան կարող է խնդան, ծիծաղան, ասեն, ի՞նչ է հավատացյալը, բայց դու կայուն ես մնում։ Դու Պետրոս ես դառնում։ Դրա համար Պետրոսին ասեց, ես քո համար աղոթել եմ, Սատանան ուզում է խարբարել, որ դու հաստատուն մնաս եւ հետո հաստատես եղբայրներին։ Ժողովուրդ, հաստատուն եղեք ու հաստատեք ձեր շրջապատի մարդկանց։ Փորձության նպատակը մարդուն լիակատար ապաշխարության բերելու համար է, որպեսզի մարդը հասկանա։ Ժողովուրդ, Աստվածաշունչում շատ տեղը, շատ անգամ ասում է, ես եմ Տերը, ես եմ Տերը։ Աստված տարբեր արգելքներով, տարբեր խորթ ու գործերով անցկացնում է Աստված մեզ, որպեսզի հասկանանք ինքն է Տերը։ Գիտեք, երկիրը քառակուսի, ուղղանկյուն չի, խորթ ու բորթեր են, քարեր, անտառներ, տարբեր բաներ, եղանակները, 4 եղանակներ, որ գալիս է մեր կյանքում, դա փորձություն է։ Այդ եղանակների մեջ մենք բան ունենք սովորելու։ Նայում ենք այս սարը, քարը, դաշտերը, այդ խորթ ու բորթերը, դրանք փորձությունների համար են։ Գլատկի չի, մաքուր չի, հարթ չի, որպեսզի մենք հասկանանք ինքն է Տերը։ Աստված մեզ փորձում է, որպեսզի հասկանանք ինքն է Տերը։ Եվ որպեսզի այո մենք էլ մեզ ճանաչենք։ Մովսեսն էլ այդ մասին խոսեց, որպեսզի մեզ ռոպտել, որ մենք ճանաչենք, որ ինքներս մեզ ճանաչենք։ Երբ որ մենք ինքներս մեզ ճանաչում ենք, խոնարհվում ենք, ու ասում ենք Տեր Աստված, դու ես Տերը։ Եվ շատ հետաքրքիր է մեր Աստվածը, ասում մի մարդ կար, ասում է Աստված խելքից դուրս բաներ է խոսում, բոլոր կրոնները խելքի մոտիկ բաներ են խոսում, Աստված խելքից դուրս բան է խոսում։ Հակոբոսն ասում է, ուրախացեք, ասում է, երբ որ փորձության մեջ կընկնեք։ Ժողովուրդ, փորձության մեջ ո՞նց ուրախանաս։ Բայց Աստված ասում է ուրախացի։ Եթե դու Աստծուն ճանաչում ես, կուրախանաս։ Եթե դու Աստծուն ճանաչում ես, գիտես այդ փորձությունը Աստված որ բերել է, հաստատ վերջը լավ է լինելու։ Հոբը տեսա, որ վերջը լավ եղավ, եւ ինքը Աստծո շնորհակալություն ասեց։ Իսկ վերջացնեմ, իսկ Հակոբոս 1:12-ում ինչ ասում է։ Երանելի այն մարդը, որ փորձության մեջ կհամբերի, եւ եթե ընտիր գտնվի, փառքի պսակ է, կյանքի պսակ է կառնի։ Երանելի այն մարդը, որ փորձության մեջ կհամբերի, չի ղրղժա, չի մեղադրի ուրիշներին, չի մեղադրի Աստված որ թույլ է տվել քո կյանքում ուրախացի, իմացի դրա վերջը լավ է լինելու։ Եթե դու այդ փորձությունով անցար, ոմանք չեն անցնում, ժողովուրդ ջան, բայց Աստծո մարդը կարող է անցնել ու անցնում է, ու վերջը լավ է լինում։ Ասում է կյանքի պսակը կառնեք։ Աստված գիտեք, մարդկանց երկնքում ինչ որ պսակ է պատրաստ, այդ պսակը ինչ որ ծաղիկներով գործած ինչ որ մի բան չի, մի երանելի վիճակ է։ Աստված օրհնի ձեզ։ Համբերեք փորձության մեջ, հաղթող եղեք փորձությանը, հավատացեք Աստծուն, կանչեք Աստծո անունը, եւ նա ձեզ կպատասխանի, եւ նա ամեն փորձության ժամանակ ձեր հետ կլինի։ Եկեք Աստծուն ասենք շնորհակալ ենք։